Սիրելի հայրենակիցներ, պարոն Ղալաքարյան, առաջ հայացքից թվում է, թե դուք մեծ գործ եք արել, բայց խոսքը վերաբերելի է ընդամենը ծնհալի ջրերի մասին, որոնք ի սկզբանե տարիների վեր առանց ասույց ձևավորելու, դրանք գետերի անձևաճրերն են, որոնք որ կար ժամանակների հատվածում է հոսում, այսինքն կարող է լինել քարանային եղեղումների ժամանակ եւ ավարտվել հունիս ամսին էլի։ Ես կարծում եմ դրա փոխարեն կարելի է ջրային կառավարման ոլորտը ենթակառուցվածքները ճիշտ կառավարել, որի արդյունքում 40-50% կորուստ չունենայինք եւ ռոռոկման ջրի սակագինը 11 դրամից նվազեցնել։ Դա ավելի հստակ նախագիծ է, որը կարծում եմ պետք է բերվեր։ Եվ ստեղ թվեր եք նշան նախագծի մեջ 80,000 հեկտար, 84,000 հեկտար։ Բազմաթիվ հարցումների եւ վիճակագրություն արել եմ, ձեր ռոռոքելի տարածքները ընդամենը տատավում է 32,000 հեկտարից մինչև 35,000 հեկտար, որը որ չելստակեց, այսինքն դուք ասույց ձևավորելուց էլ 3,000 հեկտարի տարբերություն ունեք, հիմա ստեղ եկել եք եւ մեծ ոգևորությամբ ասում եք, որ ժողովուրդ ջան, տեսեք մենք էդի սկզբանե էլ առաջի ջրերը որ եկել է գյուղերում ովքեր կապրեն վկայեն, դրանք ծնալքի ջրերն են, սացիլացման ջրերն են, որոնք տարիների վեր եկե անվճար այդ առաջի ջրերը ժողովուրդը տվել են, ասում եմ դրա փոխարեն ձեր ոլորտում ավելի կարևոր խնդիրներ կա, որոնք լուծել չեք լուծել։ Եվ երկրորդ հարցը շրջակա միջավայրի նախարարին հարց տվեցի, որ դուք 21-27 թվականներին Սևանա լճի կառավարման ծրագիր եք որդեգրել, որի արդյունքում 2 միլիարդի վարկայի ծրագիր հաստատվի։ Եվ Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանը պետք է 25 թվականի 3-րդ եռամսյակում շահագործման հանձնվեր։ Չկա։ Մարտունի Վարդենիս էլ չասած։ Հիմա ուզում եմ հստակ ասեմ, 802 միլիոն դրամի պայմանագիր է ստորագրվել, որտեղ ջրպետկոմը իրավական առումով կողմ է եղել։ Այդ գումարները ինչ եղավ։ Եվ շրջակա միջավայրին հարց եմ տալիս նախարարին, ասում եմ, այդ գումարները ինչ, ասում եմ, մենք խաբար չենք դրանից։ Սիրելի ընկեր, դու կողմ ես բոլոր առումներով, ոնց խաբար չես, դու հստակ ավարտում եմ։ Հստակ վարկային ծրագիր ես, միջոցներ ես բերել, ֆինանսական բեռ եւ տոկոսադրույքներ ես դրել ժողովրդի վրա։ Հիմա էլ ասում եք մենք խաբար չենք, ուզում եմ այս երկու հարցերին հստակեցնեք, որպեսզի մեր հանրությունը եւ ես կարողանամ իմ ուզող հարցերից սպառիչ պատասխաններ ստանամ։ Շնորհակալ եմ։ Փոխանակությունն ավարտվեց, եզրափակիչ ելույթ պարոն Դանիելյան չեք ունենա, պարոն Ղալաքարյան համեցեք։ Շնորհակալ եմ պարոն Ղազարյան, դուք ինչպես միշտ շատ սրտացավ եք այս հարցերի նկատմամբ։ Շնորհակալ եմ։ Դուք ասում եք, որ ավելի կարևոր խնդիրներ կան, եկեք չբաժանենք, չտարաբաժանենք։ Խնդիրներ այո կան, այո կարևոր են, սա էլ է կարևոր խնդիր, քանի որ ջրօգտագործողների ընկերությունները տարիներ շարունակ չեն կարողացել այս ջրից օգտվել, հետևաբար չեն կարողացել տրամադրել ջրօգտագործողներին, որովհետև հասույթ է ձևավորվել, ստացվել է հասութագրվող ջուր։ Այս նորմով մենք կսահմանենք այն, որ հասույթ չի ձևավորվի եւ ջրօգտագործողների ընկերությունները այդ ձեր ասած վարարումների, հեղեղումների ջուրը, այո, մեր պետական ենթակառուցվածքների միջոցով կհոսեն դեպի ֆերմերներ, դեպի այգեգործներ, նրանց հողատարածքները։ Ինչ վերաբերում է 84,000 հեկտարին, այո, 84,000 հեկտար է, բայց կառավարության ղեկավարը եւ կառավարությունը խնդիր են դրել ռոռոքելի հողատարածքների մակերեսների շեշտակի եւ բազմապատիկ անգամ մեծացման եւ առաջիկա 5 տարիների ընթացքում մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է կեղտաջրերի մաքրման կայաններին, մենք աշխատում ենք Ասիական զարգացման բանկի հետ, Ասիական զարգացման բանկը իր միջոցներով արդեն իսկ $700,000, ընդ որում դրամաշնորհային միջոցներ շեշտեմ, ծրագիր է իրականացրել, մենք ունենք բոլոր ուսումնասիրությունները, իրագործելիության ուսումնասիրությունները, ունենք նաև առաջարկություններ եւ հիմա արդեն նախագծերի մրցույթներ են տեղի ունենում, այս օրերին բառացիորեն 3 հայտարարվել է այդ մրցույթը եւ մենք կունենանք նախագիծ, որով ոչ տարբեր փուլերով կլինի, առաջին փուլով այո դուք ճիշտ եք Վարդենիս, Գավառ եւ Մարտունի ԿՄԿ-ները կարդիականացվեն, բայց մեր հավակնություններն ավելի մեծ են, Սևանի ամբողջ տարածքով մենք պատրաստում ենք կողագծեր կառուցել, շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցի քննարկումն ավարտվեց։ Քննարկում